Հաղորդման գործընկերն է Status ինտելեկտուալ ակումբը։ Տղամարդու ինքնավստահությունը ուղիղ կապված է ֆիզիկական վիճակի հետ, հատկապես սեռական կյանքում եւ սեռական առողջության ոլորտում։ Բարև ձեզ, ես բժիշկ սեքսոլոգ Լուսինե Ստեփանյանն եմ։ Եթերում կոնտակտ հաղորդաշարն է, որի ընթացքում մենք խոսում ենք թեմաներից, որոնք կամ ամաչում եք բարձրաձայնել, կամ չգիտեք ում դիմել։ Այսօր իմ հաղորդման հյուրն է ուրոլոգ անդրոլոգ Գևորգ Գրիգորյանը, ողջույն դոկտոր ջան։ Այսօր մենք խոսելու ենք շատ հետաքրքիր թեմայի մասին, կարծում եմ բավական շատ տղամարդկանց հարցերը, որոնք կլինեն այս թեմայի հետ կապված, դուք կտաք սպառիչ պատասխաններ։ Եվ ինձ թվում է կրահեցիք արդեն թեման ինչի մասին է, խոսքը առնանդամի չափի մասին է, որը բավականին քննարկվող թեմայի եւ կանանց եւ տղամարդկանց ոլորտում։ Եկեք փորձենք միասին բացատրենք ընդհանրապես ինչ գործոններ են անդրադառնում առնանդամի զարգացման եւ ձևավորման վրա։ Շատ տարբեր գործոններ են իրականում անդրադառնում, սկսած ներարգանդային կյանքում ազդող որոշակի գործոններ եւ վերջացրած էնդոկրին համակարգից, այսինքն տղամարդու հասունացման հետ տարբեր հորմոնների ազդեցության արդյունքում կարող է լինել օրինակ նորմալ ֆիզիոլոգիական չափի անատոմիական նորմային համապատասխանող առնանդամ, իսկ անատոմիական նորման պետք չի հասկանալ, որ ինչ որ ֆիքսված չափ կա։ Անատոմիական նորման դա տղամարդու կոնստիտուցիոնալ, այսինքն մարմնակազմության հետ համահունչ առնանդամի չափն է։ Եվ կարող է լինել օրինակի համար միկրոպենիս ախտորոշումը, որը որ հստակ հիվանդություն է համարվում, եւ թաքնված առնանդամն է, որը հիմնականում այն տղամարդկանց մոտ է առաջանում, ովքեր ունեն ավելորդ քաշ, եւ այն դեռահասների մոտ է առաջանում, ում որ փոքր ժամանակ տենց տնեցիք ասել են ինք մեր երեխան շատ լավ ուտող է, իրան շատ ենք ուտելիք տալի, չգիտեմ, բարձի տակը բուլկի ենք դնում, որ գիշերը սովածանա ուտի, խոշոր ոսֆոր է եւ նման ցանկացած տեսակի արդարացումներով փորձել են արդարացնել երեխայի այդ շատակերությունը եւ երեխան ունենում է ավելորդ քաշ ծնողին թվում է թե ինքը լավ է նայում իր երեխուն, որտեվ դրա համար է իր երեխան չաղ, բայց փաստացի ծնողը փոքր ժամանակվանից շատ ուժեղ վնասում է տղա երեխային, ստեղծում է անվստահություն սեփական արտաքինի մեջ, որովհետեւ ավելորդ քաշը, ինչպես գիտենք, բակում, դպրոցում եւ այլնում ծաղրի առարկա են դարձնում։ Մի հատ էլ դրան գումարվում է այն, որ ինքը տեսնում է, որ իր առնանդամը իր անատոմիական նորմային չի համապատասխանում եւ հասունանում է բավականին լուրջ մեծ կոմպլեքսներով տղամարդ, որը որ ոչ ունի մոտիվացիա իր ավելորդ քաշի դեմ պայքարելու, ոչ ունի մոտիվացիա կանանց հետ շփվելու եւ շատ տարբեր հարցերում չունի մոտիվացիա, ինչը փոխանցվում է փուլ առ փուլ, վերջում ունենում ենք շատ տխուր հետևանքներ։ Դոկտոր, դուք զբաղվում եք անպտղության հարցերով նաեւ։ Կան այնպիսի զարգացման խնդիրներ, խոսքը առնանդամի զարգացման խնդիրների մասն է, որոնք կարող են պատճառ դառնալ անպտղության, որովհետեւ ունեցել ենք մենք դեպքեր պրակտիկայում, երբ որ նույն սեռահասուն տարիքի տղամարդը չի էլ հասկացել, որ ինքը ունի բավական լուրջ խնդիր եւ եկել են կոնկրետ անպտղության գանգատով այն պարագայում, երբ որ կար այնտեղ այլ խնդիր։ Անպտղությունը դա սեռական հարաբերության արդյունքում, ասենք կանոնավոր սեռական կյանքի արդյունքում հղիության բացակայությունն է 1 տարի շարունակ։ Հիմա առաջին հերթին, որպեսզի մենք ասենք, որ զույգը ունի անպտղություն, դա պետք է լինի սեռական հարաբերություն։ Եթե տղամարդու առնանդամը չափից դուրս փոքր է կամ տղամարդը դրանով կոմպլեքսավորված է, կաշկանդվում է եւ այլն, բնականաբար այդտեղ լիարժեք սեռական հարաբերության մասին խոսելը շատ դեպքերում ավելորդ է։ Դա առաջինը։ Երկրորդը կան զարգացման արատներ, օրինակ հիպոսպազիաները, էպիսպազիաները, երբ միզուկի արտաքին բացվածքը ոչ թե իր նորմալ տեղակայման վայրում է, այլ գտնվում է առնանդամի տակը, առնանդամի վերևում։ Դա զարգացման արատներ են, որոնց որ փոքր ժամանակվանից ծնողները ուշադրություն չեն դարձրել։ Եվ երեխան այդպես է մեծացել, գիտակցելով ու այսպես ասած ընկալելով, որ դա նորմալ է։ Դա նորմալ չէ եւ տղամարդու առողջությունը, երբ ես տարբեր իմ հարցազրույցներում, տարբեր ելույթներում ասում եմ, որ տղամարդու առողջությանը պետք է նորածնային հասակից հետևել։ Դրա համար եմ ասում, որովհետեւ այդ ժամանակ տղամարդը չի հասկանում, տղա երեխան նորածինը չի հասկանում, ծնողները պետք է չի կարող որևէ բան անի, որ հասկանա, որ իր մոտ անատոմիական նորմա չի։ Դա հայրը պետքա լինի, մայրը պետքա լինի, այսինքն երեխայով զբաղվել է պետք։ Շատ դեպքերում օրինակ անպտղությունը պայմանավորված է լինում ամորձու
վերևում գտնվելով, այսինքն այդ կրիպտորխիզմով, այո, երբ ամորձին ամորձապարկում չի, դա էլ ծնողը պետք է լողացնելուց տեսնի, շոշափի, նամանավանդ մինչև առաջի 2-3 տարեկանը ամորձիները ամորձապարկում են, թե չէ, որովհետև շատ դեպքերում այդ ամորձին մնում է վերևում, հետո տղամարդու մոտ լինում է անպտղություն, դա ամենանվազագույն բարդությունն է, եւ այդ հիվանդությունը համարվում է ամորձու քաղցկեղի հիմնական ռիսկի գործոնը, այսինքն հնարավորություն կա, որ այդ հիվանդությամբ տառապող տղամարդկանց մոտ 20-ից 40 տարեկան այդ տղամարդու ծաղկման շրջանի ընթացքում զարգանալու է ամորձու քաղցկեղ, ինչը բավականին վտանգավոր եւ շատ դեպքերում շատ դժվար բուժելի հիվանդություն է, ներառում է վիրահատական մեծածավալ միջամտություն, հետո քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա եւ այլն։ Ես կխնդրեի խոսեք նաեւ ֆիմոզների մասին, որտեղ դրանք եւս շատ հաճախ են հանդիպում։ Ֆիմոզները դա ծայրային թելիփի նեղացումներն են, որոնք որ տղամարդու մոտ կարող են լինել նորածին հասակում, ինչպես նաեւ կարող են զարգանալ ավելի հասուն տարիքում։ Շատ դեպքերում նորածին հասակում զուտ, այսպես ասած, մանիպուլյացիայի արդյունքում տենց մի 10 րոպեանոց բացվում է այդ մաշկը, իսկ ավելի հասուն տարիքում, որը կարող է ֆիմոզի պատճառ դառնալ շաքարային դիաբետը, կարող է դառնալ հիգիենայի ոչ պատշաճ պահպանումը, բորբոքային քրոնիկական բորբոքային հիվանդությունները, օրինակ առնանդամի բորբոքային հիվանդությունները, բալանապոստիտները եւ այլն։ Այդ դեպքում արդեն կիրառում ենք թլպատում, այսինքն այդ ծայրային թլիպը հեռացնում ենք, որպեսզի տղամարդու մոտ այդ խնդիրը անցնի, որովհետև ֆիմոզն էլ իր հերթին հիմնական ռիսկի գործոնն է առնանդամի քաղցկեղի զարգացման հարցը։ Շատ հաճախ են լինում, երբ տղամարդիկ առաջին անգամ հայտնաբերում են ֆիմոզ սեռական հարաբերության ժամանակ, երբ որ ունենում են ցավային համախտանիշ։ Լինում են, այդպիսի դեպքեր են լինում, իսկ դեպքեր են լինում, որ տղամարդը այդ ցավային համախտանիշով շարունակում է ապրել, այսինքն իր համար միևնույնն է ինքը ցավ կզգա թե չի զգա, ինքը այդ պահին այդ հարաբերությունը ունենում է, հետո էլի պարփակվում է իր մեջ, որպեսզի կոպիտ ճակերտավոր ասած վերքերը լավացնի, որովհետև սեռական հարաբերության ժամանակ առկա ցավը թե կարող է առաջացնել էրեկտիլ դիսֆունկցիա, թե կարող է առաջացնել սեռական հարաբերությունից, ասենք, խուսափելու այդ սեռական կյանքի որակի մասին չի կարելի խոսել։ Դե բնականաբար, սեռական կյանքի որակ միզասեռական համակարգի արատներով գրեթե բացակայում է։ Եկեք խոսենք առնանդամի չափերի մասին, որովհետև ներկայումս բավական հաճախ քննարկում են միջամտությունները, հա, ինչ կարելի է անել, ինչ չափով փոխել։ Շատ հաճախ անդամի չափը կապում են կնոջ օրգազմի հասնելու հետ, հա, եկեք այս միֆերը ընդհանուր բացահայտենք միասին։ Դե կնոջ օրգազմի հասնելու համար, այսպես ասած, այդքան էլ էական չի առնանդամի չափը, ավելի էական է տղամարդու գրագիտությունը սեռական հարաբերություն ունենալու մեջ, որովհետև շատ դեպքերում կինը միևնույնն է ցելիկային օրգազմից է բավարարվում, շատ դեպքերում, այդպես ասում է գրականությունը։ 70% դեպքերում։ Այո, իսկ տղամարդու անդամի չափը, երբ որ տարբեր ֆիլմեր դիտելով տղամարդու մոտ կարծրատիպա ձևավորվում, որ չգիտեմ 50 սանտիմետրանոց, այո, 50 սանտիմետրանոց sense առնանդամը, դա սեռական հարաբերության, այսպես ասած, հաջողության գրավականն է, այդ չտեսության բանն է, էլի գրավականն է ավելի շատ։ Պետք է հասկանալ, որ կնոջ հեշտոցը ունի հստակ երկարություն, եւ այդ հստակ երկարությունից ավել այդտեղ ոչ մի բան չի տեղավորվելու։ Այսինքն այդ երկարության առումով հասկանանք այդքանը։ Հիմա շատ դեպքերում տղամարդիկ ինձ դիմում են առնանդամի տրամագծի մեծացման հարցով, ինչը ավելի ընդունելի է, որովհետև տևական սեռական զուգընկեր ունենալու պարագայում, օրինակ, ոնց որ ասած, կնոջ հեշտոցն է սովորում այդ անդամի չափերին, այդ տղամարդու անդամն է սովորում այդ հեշտոցի չափերին, զգայունության փոփոխություն է պետք եւ այդ պարագայում, այո, մենք կարողանում ենք տրամագիծը փոփոխել ֆիլերների կիրառմամբ կամ ճարպային ներարկումների կիրառմամբ եւ տղամարդու մոտ լիովին այլ կարգավիճակ է զարթնում, այսպես ասած, թե տղամարդու բավարարվածության առումով սեռական հարաբերությունով եւ թե իր կնոջ բավարարվածության առումով սեռական հարաբերությունում, բայց միևնույնն է շատ դեպքեր է, գերակշռող մեծամասնություն դեպքեր է, երբ տղամարդը գալիս է առնանդամի չափերի փոփոխության միջամտության համար, դիմում են ինձ, շատ դեպքերում ես աշխատում եմ իրանց հետ, որ իրանք չանեն դա, որովհետև միևնույնն է ինչ էլ ասեն տղամարդիկ, ինչքան էլ որ որոշեն, որ իրանք ուզում են առնանդամի չափով տարբերվեն ամբողջ աշխարհից եւ հասարակությունից, միևնույնն է դա
այսպես ասած, էական դեր չի խաղում եւ երբ բացատրում ես պացիենտին, հասկացնում ես, այսպես ասած, վիզուալիզացիան ես իր միացնում երևակայությունը եւ ինքը հասկանում է, որ ինքը կարող է զուտ արտակնապես, հետո սկսի դժգոհել, որ այդ իր առնանդամն է։ Դու բացատրում ես դա, շատերը հրաժարվում են։ Հստակ ցուցումների մեջ առնանդամի թե երկարության, թե տրամագծի փոփոխման մտնում է միկրոպենիս կոչվող հիվանդությունը, որը հանգստի ժամանակ 3 սանտիմետրից փոքր է առնանդամը, իսկ հեռացված ժամանակ 6 սանտիմետրից փոքր է առնանդամը լինում։ Այդ պարագայում այո, մենք թե երկարացման վիրահատություններն ենք տիրապետում եւ կարողանում ենք անենք եւ տրամագծի փոփոխության այդ միջամտություններն են կարողանում անել, ընդ որում դեռևս ես այլ ուրոլոգի կամ այլ մասնագետի չեմ ճանաչում, որ այդ միջամտությունները անում են, դրա համար մեր փորձը հարաբերական ավելի մեծ է։ Դե բարձր օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատող իմ գոլեգաների կամ Մոսկվայում աշխատող իմ գոլեգաների հետ ավելի փոքր է փորձը, բայց Հայաստանի պայմաններում մեզնից ավելի մեծ փորձ ունեցող մասնագետ չկա։ Օրգազմի հետ կապված ես կարող եմ փաստել, որ այն կանայք, ովքեր գալիս են հեշտոցային օրգազմի հետ կապված խնդիրներով, ես չեմ լսել այսքան ժամանակ, որ ասեն, գիտեք, ամուսնուս առնանդամի հետ կապված չափի խնդիր կա։ Բայց միևնույն ժամանակ, ինչպես ցույց են տալիս սոցհարցումները, աշխարհի տղամարդկանց 83.9%-ը համարում է, որ իր առնանդամը միջին ստատիստիկականից փոքր է։ Այսինքն դա միֆ է, որը որ, չգիտեմ, սերմանվել է հասարակության մեջ, որը որ կարծրատիպ է, որը որ ստեղծվել է տարատեսակ ֆիլմերի դիտելուց։ Դե եկեք ասենք, որ դարեր շարունակ մենք ունեցել ենք ֆալոսի հետ կապված պաշտամունք։ Մենք առայսօր ունենք դրա հետքերը, օրինակի համար նույն այդ Պորտասարը, ինքը ֆալոսի օրինակով ստեղծած, այսպես ասած, սար էր, որին որ գնում էին կանայք, փորով քսվում էին, որպեսզի հղիանային։ Ու այդ ֆալոսի պաշտամունքը շատ տարբեր երկրներում, կլինի դա Եգիպտոսը, Հունաստանը, շատ տարբեր երկրներում դա եղել է ու առ այսօր պահպանվում է։ Կովկասյան երկրներում ավելի շատ է դա ընդգծված, որտեղ դրանով բնորոշում են տղամարդու առնականությունը, տղամարդու այդ այսպես ասած հասարակության մեջ դերը եւ այլն, նույնիսկ փողոցային սլենգում, երբ որ տղամարդիկ իրար մեջ խոսում են, միևնույնն է կա տերմինաբանություն, որով որ բնութագրում են, որ ասենք ինչքան ավելի մեծ չափսով առնանդամ ունեցավ տղամարդը, այդքան ավելի, չգիտեմ, անվախ է, ուժեղ է, հզոր է եւ այլն։ Ավաղ, բայց տղամարդու տղամարդկությունը, ինչպես պատմությունն է ցույց տալիս, ասենք, չգիտեմ, հանրահայտ զինավարները, հանրահայտ ղեկավարները, չգիտեմ, պատմություն կերտող ու փոխող մարդկանց երբեք իրանցից ոչ մեկին առնանդամի չափսով չեն բնորոշել։ Այսինքն իրենց արարքներով, իրենց բնավորությամբ, իրենց հմտություններով են ավելի շատ դատել, բայց ինչպես ցույց է տալիս մեր ներկայիս փորձը, միևնույնն է այդ ֆալոսի նկատմամբ պաշտամունքը կա թե տղամարդկանց շրջանում եւ թե կանանց շրջանում։ Եվ երևի դրանից էլ դրդված է, որ տղամարդիկ գալիս են անընդհատ ինչ-որ նման ցանկություններով, նման, չգիտեմ, տենչալով ավելի մեծ առնանդամ եւ այլն։ Եվ որոշ կազմակերպություններ, այսպես ասենք, օգտվում են առիթից եւ արտադրում են, այսպես ասած, գելեր, մարդկանց ներշնչելով, որ եթե օգտագործեք, կունենաք առնանդամի չափերի մեծացում եւ քանի որ մարդն էլ տեղյակ չի ընդհանրապես ինչ էտապներ է անցնում եւ ինչ գործոններով է պայմանավորված առնանդամի չափերի ձևավորումը, հավատալով սկսում են օգտագործել։ Դե ցավոք առողջապահական ոլորտային գերագիտությունը մեր բնակչության մոտ բավականին ցածր է, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ նման գելերի գովազդային արշավները, նման դեղերի գովազդային արշավները չպետք է արգելվեն, որովհետև օբյեկտիվ իրականության մեջ, ասենք, չգիտեմ, տարբեր երկրների առողջապահության նախարարություններն են, բժիշկ փորձագետներն են, շատ տարբեր մարդիկ տիրապետում են, չէ՞, տեղեկատվությանը, որ դա չի օգնելու, բայց միևնույն ժամանակ այդ գովազդների թույլտվությունը տալիս են էլի նույն փորձագետները, նույն կառույցները, այսինքն մենք պետք է հասկանանք, որ այդ գելերի այդպես ագրեսիվ գովազդը ավելի շատ ոչ թե մեր տիրույթում է որպես բժիշկ մասնագետների, ոչ թե մեր տիրույթում է որպես հասարակական գործիչների, այլ պետական կառույցների տիրույթում է, ովքեր որ պետք է ավելի շատ վերահսկեն գովազդի իսկության առումով, գովազդները պետք է ըստ դրա վերահսկեն։ Ինչևից է ուղղակի ինձ զուտ հետաքրքիր է որպես սեքսոլոգ կա դրան ըստ ձեզ հետաքրքիր բացատրություն առնանդամի չափերի
ու այդ տարածված միֆերի հետ կապված էլի։ Կա ինչ-որ գիտահեն բացատրություն։ Գիտահեն բացատրությունը հետևյալն է, որ եթե կնոջ հեշտոցի գերզգայուն հատվածը գտնվում է հեշտոցի վերին երրորդականում, նման դեպքերում որոշ չափով, այո, առնանդամի չափը կարող է կապ ունենալ, բայց մեծ մասամբ դեպքերում ես արդեն նշեցի, որ կանայք գալիս են, ովքեր ունեն հեշտոցային օրգազմի խնդիր, բայց չեն նշում, որ տղամարդու առնանդամը չափերով փոքր է կամ իրենց անհանգստացնում, այսինքն իրականում այս ամենը կախված է ավելի շատ ձեր ասած տեխնիկական պահը ապահովելուց, սեռական կյանքի տեխնիկանեն ճիշտ իրապետելուց։ Այսինքն գիտելիքահեն մոտեցումը ցանկացած հարցին հնարավորություն է տալիս խուսափել տարատեսակ միջամտությունները, որոնք հենց ես ինքս անում եմ, այսինքն ես չեմ ուզում սա հակագովազդ կամ որպես գովազդ դիտվի, բայց ուզում եմ որպեսզի ձեր հեռուստադիտողը հասկանա, որ դրանով չի լուծվում իր կյանքում կուտակված հարցերը։ Եվ եկեք չմոռանանք, որ լինում են որոշ դեպքեր, երբ որ մարդն ունենում է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ եւ իր համար ցանկացած մի հատվածի շեղում ինքը տանում է դա հիվանդագին եւ ամեն դեպքում փորձում է շտկումներ անի։ Դա դիսմորֆոֆոբիան է, ավելի ասենց գիտական կոչելով, ուղղակի այդ դեպքում մենք եւս հրաժարվում ենք կատարել այդ միջամտությունը, որովհետեւ չկա օբյեկտիվ գնահատման, այսպես ասած, սանդղակ տղամարդու ինչ որ մի մասը, ասենք տվյալ պարագայում առնանդամը իր դուրը չէր գալի, իր համար դա փոքր էր։ Դու օրինակի համար արեցիր այդ միջամտությունը, օբյեկտիվ իրականության մեջ առնանդամի չափսը տրամագիծը, չգիտեմ, փոխվեց, բայց միևնույնն է, քանի որ ինքը ունի հոգեկան շեղում, ինքը չի ընդունում, իր համար դեռևս դա փոքր է։ Այսինքն, եթե չկա աշխատանքի օբյեկտիվ գնահատման սանդղակ, թե աշխատանքը լավ է արած, թե վատ է արած, այդ պարագայում անիմաստ է այդ աշխատանքը անել, այսինքն ոնց որ մեկը գող չի լինելու։ Հա, չգիտեմ, պացիենտը եկավ, sense օրինակը զուգահեռը տանենք, էլի, եկավ կույրաղիքի, այսպես պրիստուպով, կույրաղիքը հեռացրեցին պրիստուպը, անցավ պացիենտը ասում է աշխատանքը լավ կատարեցիք։ Հիմա այս պարագայում այդ օբյեկտիվ կրիտերին չկա, այսինքն պրիստուպը կար, հիմա պրիստուպը չկա։ Այդ պացիենտի մոտ քրոնիկ շարունակվում է դժգոհությունը իր արտաքինից, իր սեռական համակարգի արտաքին տեսքից, ձևից եւ այլնից։ Եվ ես համոզված եմ, որ լայնածավալ եւ լայնաֆորմատ կրթական աշխատանքը տղամարդկանց շրջանում շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ մարդկանց այդ կարծրատիպային մտածողության փոփոխության եւ այսպես ասած ցանկությունների սանձման վրա, էլի, որովհետեւ տղամարդը ի վերջո պետք է հասկանա, որ ամեն ինչ չի, որ չափով է որոշվում կամ դրամագծով է որոշվում։ Տղամարդկությունը դրանով չի չափվում։ Այո, համամիտ եմ ձեր հետ։ Եվ եկեք ամփոփեք մեր այսօրվա քննարկումը եւ տանք անհրաժեշտ խորհուրդները, հա, ծնողներին եւ մայրերին, հայրերին, որ ուշադրություն դարձնեն այն ամենափոքր դետալներին, որոնք կարող են հետագայում խնդիրներ առաջացնել երեխայի զարգացման եւ հասունացման, երեխա ունենալու հետ կապված։ Մենք պետք է առաջի հերթին ասենք ու ընդգծենք ու խորհուրդ տանք, որ տղամարդու առողջությանը հետևում են տղամարդու ծնված օրվանից։ Այսինքն, ընդգծենք, որ տղամարդը որպես կենսաբանական էակ ավելի թույլ բիոլոգիական օրգանիզմ է, քան կինը։ Ավելի շուտ է, ավելի հաճախ է մահանում, ավելի հաճախ է հիվանդանում, ավելի քիչ ցավադիմացկուն է եւ ցանկացած հիվանդություն ավելի ցայտուն է դրսևորվում տղամարդու վրա։ Ուստի ծնողները, ովքեր որ տղա երեխա են ունենում, պետքա փոքր ժամանակվանից իր առողջությանը համապարփակ մոտեցում ու հսկողություն ցուցաբերեն։ Ինչ վերաբերվում է սեռական համակարգին, ինչ վերաբերվում է ավելորդ քաշին, որոնք որ այս կամ այն փուլում այդ կասկածի, այսպես ասած, սերմը գցում են, որից որ մեծ ծառեր են աճում տղամարդու ինքնագնահատականի մեջ, էլի, պետքա շատ պատասխանատու դրան վերաբերվել սեռական համակարգի զնմանը, մանկաբույժների հետ հաճախ հանդիպել, ուրոլոգների հետ հաճախ հանդիպել, մանկական ուրոլոգների հետ հանդիպել, որպեսզի վստահ լինել, որ երեխայի մոտ ամեն ինչ նորմալ է։ Ավելի լավ է երկու անգամ ավել հետազոտել, քան մի անգամ պակաս հետազոտել ու խնդիր ունենալ։ Ինչ վերաբերվում է շատ ուտելուն, լավ ուտող երեխաներին, խոշոր ոսկորով երեխաներին եւ այլն եւ այլն։ Եթե երեխայի քաշը, երեխան ունի ավելորդ քաշ, նամանավանդ այս սերունդը, ովքեր որ բակում ավելի քիչ են խաղում, ավելի շատ նստած են համակարգիչների եւ այլնի առջեւ, հիպոդինամիան, այդ քիչ շարժվելը բերում է ավելորդ քաշի ավելի, այսպես ասած, արտահայտման։
այդ երեխաներին պետքա ավելի ինտենսիվ հսկել։ Պետք չի ինչ ուզում է տալ ուտել։ Այսինքն չուտելուց դեռևս ոչ մի երեխա չի մահացել, նորմալ ընտանիքներում խոսքը չի գնում են դժբախտ երկրների մասին, որտեղ որ սնունդը, այսպես ասած, շատ բարդ է հայթայթել, բայց ներկայիս հասարակության մեջ, եթե մի անգամ քիչ կերավ երեխան կամ երեկոյան ժամը 6-ից 7-ից հետո չսնվեց, դրանից ինքը չի մահանա հաստատ։ Ուստի ես խորհուրդ եմ տալիս հետևել նաև այդ ավելորդ քաշին, հետևել սննդակարգին, ինչու՞ չէ նաև հագուստին։ Դե հագուստն էլ շատ մեծ դեր ունի, բայց հագուստի, այսպես ասած, հագուստի փորձագետը ես չեմ, ավաղ։ Ուստի կոմպետենտ չեմ ճիշտ խորհուրդ տալ, թե ինչ հագուստ ավելի լավ կլինի հագնել, ինչ հագուստ ավելի վատ կլինի հագնել։ Ինչևից է կարող եմ ասել, որ այդ keep skinny jeans-երը վնաս են։ Դա կարող եմ հաստատ ասել։ Դրա մասին էր խոսքը։ Խորհուրդ տալ, որ այդպիսի տաբատներ չհագնան, որտեղ դա առաջին հերթին թե մենք խոսում ենք տղամարդու առնականությունից, դա ունի զրոյական առնչություն առնականության հետ։ Երկրորդն էլ, եթե մենք խոսում ենք ի վերջո առողջությունից, պետք չի զոհ գնալ մոդային եւ հագնել, ասենք, նման տաբատներ, որոնք հետագայում ձեզ առաջացնելու են տղամարդու մոտ բավականին լուրջ խնդիրներ։ Այո։ Ուստի եկեք հասկանանք, որ ցանկացած տարիքում տղամարդուն պետք է խնամք։ Եվ այդ խնամքը պետք է իրականացնեն մեր հակառակ սեռի, մեր շատ սիրելի քույրերը, մայրերը, կանայք, այդ էլ ձեր խաչն է։ Դոկտոր ջան, շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես հուսով եմ մեր խորհուրդները ծնողներին անպայման պետք կգա եւ կկիրառեն։ Սիրելի կանայք, որպեսզի ձեր կողքի տղամարդիկ լինեն առողջ, նաեւ դուք պետք է որոշ ջանքեր գործադրեք այդ հարցում։ Շարունակելի։